Առաջինի ուղիղ եթերում շարունակվում է առավոտ լուսոն, մենք էլ շարունակում ենք խոսել կարևոր թեմաների մասին, քիչ առաջ խոսում էինք առողջությունից եւ հենց առողջության մասին էլ պիտի շարունակենք խոսել մեր հյուրերի հետ, քանի որ Բեգլարյան բժշկական կենտրոնում բացվել է GGRC վերարտադրողական առողջության նոր կենտրոնը, ինչ մոտեցումներ եւ ինչ գերժամանակակից սարքավորումներով բուժում է առաջարկելու այս կենտրոնը, կիմանանք հենց հիմա։ Մեր տաղավարում են բժշկական գիտությունների դոկտոր, Երևանի պետական բժշկական համալսարանի պրոֆեսոր, Երևանի պետական բժշկական համալսարանի թիվ 1 մանկաբարձության եւ գինեկոլոգիայի ամբիոնի վարիչ, Բաղրամյան առողջության կենտրոնի տնօրեն Արմինե Հարությունյանը, ողջույն։ Ողջունում եմ, բարև ձեզ։ Եվ պրոֆեսոր GGRC վերարտադրողական կենտրոնի գլխավոր բժիշկ Նինո Մուսերիձեն։ Բարի ձեզ։ Ողջույն, ողջույն։ Ուրախ ենք անչափ ձեզ հյուրընկալել այս կարևոր թեմայի մասին խոսելիս եւ սկսենք ամենասկզբից, ինչպես եւ ինչու որոշվեց բացվել եւ բացվեց այս բաժինը։ Բեգլարյան բժշկական կենտրոնում դեռևս վաղուց նպատակ կար այս բաժնի բացման առիթով եւ մեր նպատակը իրականացվեց, երբ հանդիպեցինք մեր գործընկերոջը, որը ունի բազում տարիների փորձ եւ արտարողջության կենտրոնի բացման հիմնանպատակներ, նոր մոտեցումներ, նոր տեխնոլոգիաներ եւ ինչպես կարողանանք երջանկացնել մեր մայրերին, մեր քույրերին եւ շատ կարեւորում եմ մանկան ճիճը պարգևող այդ չընդհատվող շղթայի իրականացումը տեսնեն եւ ըստ Հիպոկրատի ասվում է, որ մեր խղճի, մեր կարողությունների սահմանում օգնել մարդկանց չվնասելով նրանց եւ սա է լինելու հիմնական լոզունգը այս կլինիկայի։ Կլինիկան կրելու է նաև ուսուցողական բնույթ, այստեղ կարող են կրթվել բազմաթիվ ուսանողներ, բժիշկներ, քանի որ կլինիկայում աշխատելու են փորձառու մասնագետներ երկարամյա տարիների փորձով, կլինիկան հիմնականում աշխատելու է միջազգային ստանդարտներով եւ կարծում եմ մենք հնարավորության սահմաններում կարող ենք օգտակար լինել մեր ազգաբնակչությանը եւ կարեւորում եմ առողջ սերունդ, առողջ հասարակության գաղափարը եւ ինչպես ստեղծվեց մարդը, ինչ գենետիկ կոդեր ունեցավ եւ ինչ նրա հետագա առողջությունը ամբողջը կախված է իր ստեղծման պահից եւ ճիշտ մոտեցում, նոր տեխնոլոգիաներ կարծում եմ սա է լինելու հիմնական կենտրոնի գրավականը։ Եկեք խոսենք հենց այդ ճիշտ մոտեցումներից եւ նոր տեխնոլոգիաներից, ինչպես է իրականացվելու բուժումը, ինչ նոր սարքավորումներ կլինեն կենտրոնում եւ ինչպես է առհասարակ ընթանալու այս ամբողջ գործընթացը։ Спасибо огромное за приглашение. Շնորհակալություն հրավիրի համար, նախ ես գիտեմ, որ всегда поздравляют с 8 բոլորին մարտի 8-ի всех женщин поздравляю, думаю, это как бы для женщин очень важно, особенно, потому что мы все абсолютно матери и хотим стать матерями. И это не только новые технологии, только для обычных женщин, это для женщин онкологических пациентов, потому что онкофертильность важна. И на сегодняшний день все онкологические пациенты могут прийти и заморозить свой биологический материал, это первое. И на сегодняшний день онкология уже не является никакой проблемой, но химиотерапия и радиотерапия вызывают проблемы, и мы замораживаем их биологический материал, а потом они имеют своих собственных детей. Это очень важно. Новая технология, да, прорыв будет, потому что на сегодняшний день впервые в Армении будет таймлапс. Это лаборатория, в которой будут работать опытные эмбриологи. Мы приехали все с другой стороны, но абсолютно братской страны, потому что мы одинаково мыслим, одинаково ведем пациентов, но реально мы очень большой опыт имеем, потому что у нас медицинский туризм очень хорошо развит в Грузии. И мы собираемся, чтобы и в Армении приезжали очень много пациентов, чтобы развивать в Армении эту сферу, потому что
Мы очень понравились друг другу. Մենք իրար շատ ենք դուր եկել, и у нас абсолютно одинаковые цели. То, чтобы у нас рейд по беременности был выше 60%, генетической диагностикой, и чтобы рождались абсолютно здоровые дети, для этого нужно, чтобы мы делаем биопсию и генетический скрининг всех эмбрионов, чтобы рождались абсолютно здоровые дети. И еще очень часто есть пары, у которых есть больные дети, и они хотят своих генетических детей, которые им говорят, что невозможно сделать невозможно, чтобы у вас были здоровые дети. Мы можем это сделать, потому что мы делаем генетический скрининг обоих супругов, а потом уже ищем этот ген в эмбрионе. Գենը սաղմում եւ այդ երեխան կարող է ծնվել այն զույգերի մոտ, ում որ ասել են, որ իրաց մոտ առողջ երեխաներ չեն կարող լինել։ Այս որ նոր տեխնոլոգիաները, դա ռեգեներատիվ տեխնոլոգիան է, թերապիան է, մեծ տարիքով Օրինակ մինչև 60 տարեկան հեղիներ կան, բոլորը ուզում են ինքնուրույն կյանք, դասել մենք երկարացրել ենք կնոջ տարիքը, էկոյի միջոցով դարել է 45-50 տարի, մենապաուզա կարող է լինի, բայց մենք մարդ կարող է երեխա բերել, դա իր սեփական երեխան չի, որ մենք яйцеклетка или сперматозоид меньше, когда женщина дает жизнь, она решает, что хочет стать мамой. Поэтому реально это самое главное. И мы даем шанс таким женщинам, у которых, например, нет партнера, и вышла замуж. И она хочет стать матерью, пожалуйста. Она может стать матерью. И в любой возраст. Потому что мы, женщины, сейчас уже стали везде, да? Мы работаем, мы, значит, в бизнесе, мы врачи, мы в искусстве, и как-то забываем про возраст, а у нас есть возраст. Արվեստով մոռանալով կենսաբանական տարիքի մասին նույնը տրամադրել։ Այսօր դուք կարող եք ուզում եք 80 տարեկան էլ եթե ցանկանա կարող է երեխա բերել, բայց կինո ունի կենսաբանական տարիք, այդ խնդրը գոյություն ունի։ Այսօրվա օրով էկոն այդ տարիքը երկարացրել է PRP թերապիա, սողունային բջիջների միջոցով, մեր սեփական սողունային բջիջների միջոցով մենք շանս ենք տալիս գենետիկական երեխաներ ունել ոչ միայն 40-40, այլև 45 տարեկան։ Երբ որ ես գտնում եմ, որ եւ տղամարդկանց էլ ենք տալիս շանս, եթե իրենք պրոբլեմ ունեն, այզոսպերմիա, կրիպտոզոսպերմիա, դա այն ախտորոշումներ, որտեղ էկոյով կարելի է ուղղել եւ էկոյի միջոցով միայն մենք ստացել ենք նման մարդկանց երեխաներ։ Այդ տեխնոլոգիաները շատ կարեւոր են մեր նման երեխաների, մենք բազմաթիվ չենք, մենք ուզում ենք որ մեր դեմոգրաֆիան զարգանա Եվ մենք գոյություն ունենանք, Грузии, в Армении я смотрела тоже. Так что давайте помогать друг другу. Я считаю, что мы сможем сделать вместе с Арменией очень много хорошего для этой сферы. Также вчера на конференции гинекологами значение имеет поддержка этих людей. А также мы будем делать все тренинги, которые существуют в Грузии, у нас тоже Ստանում մենք ունենք FTA, Поэтому мы собираемся, чтобы и здесь, в Армении, Հայաստանում էլ լինի առաջի կլինիկան, որը կունենա, դեռ մենք կարծել ենք այդ կլինիկան եվրոպական, ամերիկյան ստանդարտներով, Վրաստանում մենք միակն ենք, որը կարող է կենսանյութ հանի Ավստրալիա, Ամերիկա, Իսրայել, եւ մենք կունենանք ակրեդիտացիա Իսրայելի գոլեգաներ, իրենք կգան կստուգեն ամեն ինչ։ Խնդրեմ, այսօր դռների օր է բոլորին հրավիրում ենք, որպեսզի դուք տեսնեք այն դեպքերը, որտեղ անհաջողային կարող ենք իրենց ընդունել այսօր Մոսկվայից, Ամերիկայից գոլեգաներ ունենք, որոնք եկել են ելույթ ունեցել, կարող ենք ընդունել հիվանդներին անվճար տեղ այդ պրոբլեմը իրականում շատ կարևոր է շատերի համար, իրենք պետք է իմանան ինչ կարելի է նոր բան անել, ինչ կարելի է իրենց առաջարկել, մենք կարծում ենք, որ մենք կարող ենք լավ մտածել միասին եւ խնդիրներ լուծել այն ընտանիքների համար, որոնք երեխա չունեն։
Դուք խոսեցիք եւ խնդիրների մասին, շատ կարեւոր, որոնց բախվում են ընտանիքները եւ մարդիկ, որոնք ուզում են երեխաներ ունենալ, եւ իհարկե երազանքների մասին, որոնք կարելի է իրականացնել ձեզ հետ այս ճանապարհը անցնելով, ինչպես կարող են այդ երազողները դիմել ձեզ, գտնել եւ անցնել այս ճանապարհը։ Գիտեք, այսօր գործընկերս ինչպես նշեց, մենք կատարելու ենք անվճար խորհրդատվություններ, դեռևս այդ մասին ասվել է մինչ կոնֆերանսի եւ կլինիկայի բացման արարողությունը եւ ընթացքում լինելու են նույնպիսի հրավերներ, որպիսի մեր ազգաբնակչությունը կան սոցիալական խմբեր, որոնք նույնիսկ հնարավորություն չունեն վճարովի անցնել այդ կոնսուլտացիաները, մենք որոշակի օրեր կնշանակենք, որպիսի բավարարենք մեր ազգաբնակչությանը, քանի որ ճիշտ մոտեցումներ, ճիշտ խորհուրդներ եւ մեկնարկը շատ կարեւոր է, որպիսի մարդիկ մոլորության մեջ են հիասթափված եւ նրանք չգիտեն ուր դիմեն, ինչպես դիմեն, որտեղից սկսեն եւ երկարամյա մանկաբարձ գինեկոլոգ լինելով 25 տարվա փորձով մենք մինչ այժմ աշխատել ենք այնպես անել, որպիսի մեր ազգաբնակչությունը ստանա հնարավորինս լրացուցիչ ինֆորմացիա ճիշտ մոտեցումների առումով, սա շատ եմ կարևորում եւ այստեղ նաեւ մեր կլինիկայում բացակայում էր այս տեխնոլոգիաները եւ այդ իսկ պատճառով շատ ուրախ եմ, որ սա էլ համալրվեց, որ մենք կարողանանք ապահովել մինչև ծնունդ, մինչև մանկանջիչ երջանկություն մեր կանանց, կլինիկայի հասցեն է Աբովյան 56/4, այստեղ հեռախոսահամարները կտրամադրվեն եւ կարծում եմ լրացուցիչ հայտարարություններ կանվեն նաեւ անվճար կոնսուլտացիաների մասով, որ բոլորը ընդգրկվեն, բաց չթողնեն, դա շատ կարևոր է ինֆորմացիան եւ ասեմ, որ երեք մեծ կոնֆերանս տեղի ունեցավ կապված կլինիկայի բացման հետ եւ այնտեղ խոսվեց բոլոր մոտեցումների մասին, բոլոր նորագույն տեխնոլոգիաների մասին, ինչով պետք է զբաղվենք, մեր փորձով եւ միջազգային փորձով կիսվեցինք, որը շատ կարևորում եմ եւ նման կոնֆերանսներ իհարկե կազմակերպվելու են տարվա ընթացքում մի քանի անգամ եւ փորձի փոխանակումը վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաները Վրաստանում կարծում եմ առավել բարձր մակարդակին եւ պետք է այդ փորձի փոխանակումը անընդմեջ լինի Եվ վստահաբար օգուտն էլ մենք կտեսնենք ու հաջողություն ենք մաղթում ձեզ ձեր աշխատանքում եւ բոլոր նրանք, ովքեր ունեն այսպիսի ծառայությունների, բժշկական ծառայությունների կարիքը, կարող եք դիմել եւ վստահաբար կստանաք ձեր բոլոր հարցերի պատասխանները։ Շնորհակալ ենք անչափ առավոտը մեզ հետ սկսելու համար։ Ցավոք մեր ժամանակը սահմանափակ է, իսկ թեման այնքան ծավալուն, որ կարող ենք անվերջ խոսել։ Այո, շնորհակալություն առավոտը մեզ հետ սկսելու համար, սիրելի հեռուստադիտողներ, մենք էլ պիտի շարունակենք եթերը, լսենք լավ երաժշտություն ու վերադառնանք։